Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Գրիգորյան, նախորդ շաբաթ ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան Դավոսում, Հայաստանը Խաղաղության խորհրդի անդամ դարձավ, ստորագրվեց կանոնադրություն։ Ձեր դիտարկումները այս իրադարձության հետ կապված։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, պետք է հասկանալ մեկ բան։ Աշխարհում գնում են խոշոր փոփոխություններ։ Դա գլոբալ փոփոխություններ են։ Դրա ուզում է ամենահզոր երկիրը աշխարհի Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգների նախագահան, ուրեմն պետք է լուրջ նայենք այդ փոփոխությունների։ Ինչքան հասկանում եմ, Միացյալ Նահանգները իդեմս Դոնալդ Տրամփի գոհ չեն ՄԱԿ-ի աշխատանքից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի աշխատանքից, ու Միացյալ Նահանգները փորձում են ստեղծել ինստիտուտներ միջազգային, որոնք մասամբ կփոխարինեն այս ՄԱԿ-ը։ Այո, խոսում են նրա մասին, որ ուզում են ՄԱԿ-ը կոպիտ ասած փակել, նոր բան բացել, չէ, իմ կարծիքով Դոնալդ Տրամփի նպատակը ստեղծել մի ինստիտուտ, խաղաղության խորհուրդ կլինի այլ անվան տակ, որը կփոխարինի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, քանի որ դուք գիտեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում 5 երկրներ մշտական անդամ են՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, ու այնտեղ որոշումները չեն անցնում։ Այն որոշումը, որը ուզում է Ռուսաստանը անցկացնի, Ամերիկան եւ եվրոպացիք փակում են ճանապարհը ու հակառակը։ Ու դա է պատճառը, որ Դոնալդ Տրամփը ուզում է ստեղծել հզոր մի ինստիտուտ, որը կփոխարինի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, դա իմ կարծիքն է, ու այդ մեծ process-ների մասնակից դառնալը ճիշտ է։ Մենք ստացանք պաշտոնական հրավեր, ու այն, որ մեր կառավարությունը արձագանքեց, միանշանակ ճիշտ է։ Ինչու՞։ Քանի որ այդ նախաձեռնությունն է ամենահզոր երկրի։ Դրանից դուրս մնալը ուղղակի ես ասեմ ձեզ տարօրինակ կլիներ նույնիսկ։ Դա է պատճառը, որ այո, այդ ինստիտուտը փորձում է Դոնալդ Տրամփը լրջացնել, դեռ միայն 19 երկիր մտան, ոչ մի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն չմտավ, բայց ցանկացած դեպքում զարգացումները լուրջ են ու շատ ճիշտ են արել մերոնք, որ մտան այդ կարևոր ինստիտուտ, որը ոչ միայն գազայի հարցերը լուծելու է, նաև այլ կոնֆլիկտային այդ գոտիների հետ կապված կարգավորում կփորձեն անել։ Այդ դիտարկումներ կան, որ սա ինչ-որ կերպ կարող է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա ազդել, կուզեի ձեր կարծիքը լսել, ինչու, որովհետև Եվրամիության անդամ երկրները Մակրոնը, Գերմանիայի կանցլերը կարծես դրական դիրքորոշում չունեն այս նախաձեռնության մասով, այդպիսի տպավորություն է հայտարարություններից, ու արդյոք սա ինչ-որ կերպ կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր այս որոշումը մասնակցության։ Ցանկացած խոշոր զարգացում ունի եւ դրականը եւ վտանգները։ Ես կարծում եմ, Գրենլանդիայի հարցի կարգավորումից հետո եվրոպական երկրները կմտնեն այդ խաղաղության խորհուրդ։ Ուրեմն ոչ մի խնդիր չկա, ավելին Հայաստանի հարցում եւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը կոնսենսուս ունեն։ Իրանք ուզում են Հայաստանին աջակցել, որ Հայաստանը չկորցնի իր սուվերենությունը, որ Հայաստանը կայանա, ավելի ուժեղանա, զարգանա։ Ստեղ Հայաստանի հետ կապված բավական մոտ են դիրքորոշումները Եվրամիության ու Միացյալ Նահանգների։ Իրենց հակասությունը Հայաստանի հետ չեն։ Իրանք Գրենլանդիայի հարցով են, էլի կան հարցեր, որ տարաձայնություններ ունեն մի կողմից Եվրոպան, մյուս կողմից Միացյալ Նահանգները, բայց Հայաստանի հարցում կա կոնսենսուս, դրականը կա, ուրեմն այդքան մեծ մտավախություններ ես չունեմ։ Պարոն Գրիգորյան, TRIP նախագծի իրագործումը կարծես գործնական փուլ է մտնում, Միացյալ Նահանգների նախագահն ազդարարեց փոխնախագահ J.D. Vance-ի այցը փետրվարին Հայաստան եւ Ադրբեջան, քննարկումներ կգնան նաեւ հենց այս նախագծի շուրջ, նաեւ Հայաստանի հետ համաձայնագիր է կնքվելու։ Ինչ սպասենք մենք այս այցից, որովհետեւ սա բարձրաստիճան բավականին պաշտոնյայի այց է Հայաստան ու անխոս հետաքրքիր զարգացումներ է ենթադրում։ Ես ինչքան հասկանում եմ, TRIP այդ ուղու ծրագրի գլխավոր փաստաթուղթը կստորագրվի հենց այդ այցելության ժամանակ։ Ուրեմն ինչի մասին է խոսքը, շատ կարևոր այցելություն է մեզ համար, բացի դրանից փոխ նախագահ Միացյալ Նահանգների գալիս է Հայաստան, դա
մեծ երևույթ է, դրական երևույթ է ու ամենակարևորը այդ նամակում Դոնալդ Տրամփի գրառման մեջ սոցցանցերում Վենսի այցելության Հայաստան եւ Ադրբեջան կա ինչի համար է ինքը գալիս Հայաստան։ Ինքը գալիս է Հայաստան վերջնականորեն ստորագրելու փաստաթղթեր, որ Հայաստանում պետք է կառուցվի ատոմակայան։ Ինքը գալիս է Հայաստան, որ կիսահաղորդիչների այս ոլորտի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված համաձայնություն վերջնականորեն լինի։ Ուրեմն այցելությունը մեզ համար շատ կարևոր է, հույսով եմ, որ կառավարությունը ոնց հստակ տանում է գիծը կշարունակի, բայց միշտ ես ասում եմ, մենք պետք է քննարկումներից մեծ փաստաթղթեր ստորագրումից անցնենք իրականացմանը։ Իրականացումը շատ կարևոր է։ Երբ որ դու փաստի առաջ ես կանգնացնում այլ խաղացողներին, օրինակ, ատոմակայան նորը ֆիքսում ես, որ կկառուցես հենց ամերիկյան ու սկսում ես աշխատել։ Անիմաստ է դրա դեմ պայքարել։ Երբ որ պլաններ են դրա դեմ պայքարում են։ Նու ակնհայտ երևում է, որ Ռուսաստանը, Իրանը հիացած չեն տրիպ ծրագրից։ Այո։ Հիմա մեր գործընկերներն են բայց հիացած չեն։ Հիմա այն պայից հետո, երբ որ տրիպ ծրագիրը սկսի իրականացվել, օրինակ, մեղրի երկաթգիծը սկսեն վերականգնել, կհիշեք իմ խոսքերը, կդադարեն այս ձևի բացասական մեսիջներ, մտահոգիչ մեսիջներ։ Քանի որ պետք է սովորես փաստի առաջ կանգնացնել։ Ի վերջո այդ ծրագիրը, տնտեսական ծրագիրը ոչ ոքի դեմ ուղղված չի, բայց պարզ է բոլորը շահեր ունեն։ Օրինակ, Ռուսաստանը չի ուզում, որ հայ ժողովուրդը զարգանա։ Բնականաբար։ Շատ հասկանալի է, մենք կարող ենք նեղանալ, ու ես նեղացած եմ, վիրավորված եմ, բայց եթե ռացիոնալ մտածեք, շատ հասկանալի է։ Ինչքան Հայաստանը զարգանա, այդքան անկախ կլինի նույն Ռուսաստանից։ Դա է պատճառը, որ նրանք դեմ են։ Իրանի դեպքում այլ գործոն է։ Իրանը իրոք հարգում է Հայաստանը, մեր սուվերենությունը, բայց Իրանը չի հավատում ամերիկացիներին, հասկանում եք։ Իր համար է վտանգ տեսնում։ Հա, իր համար է վտանգ տեսնում։ Դա է պատճառը, որ մեր կառավարությունը լավ է, որ իրանց համոզում ենք, որ ստեղ ոչ մի զորք չի լինի ամերիկյան, ստեղ տնտեսական ծրագիր է, կոմունիկացիաների ծրագիր է, բայց իրանք դրանից են մտաբախ։ Այդ պայից հետո որ կսկսի աշխատել, իրականացվել է ծրագիրը, իրանք կտեսնեն, որ ոչ մի վտանգ չկա։ Ուրեմն իրականացումը հողի վրա իրականացումը անչափ կարևոր է։ Վրաստանն էլ կարծես այնքան շահագրգռված չէ կամ չգիտեմ հիացմունքով չի ընդունում մի քանի հայտարարություններ նաև Վրաստանից եղան, որ իրենք կարծես շրջափակման մեջ են հայտնվում, որովհետև մենք փաստորեն զարգանում ենք Ադրբեջանի հետ այս հարաբերությունները կարողանում ենք կարգավորել, Սաակաշվիլին էր այս մասին խոսել, այսօր Գախարյան, նաև իրենք կարծես խանդով են վերաբերվում, որ Ջեյդի Վենսը մենակ Հայաստանի եւ Ադրբեջանի այցելում գալիս է տարածաշրջան, իրենց երկիր չի գնում, կարծում եք ինչ որ խնդիր կլինի Վրաստանի հետ։ Հիմա նայեք, ինձ համար շատ կարևոր է պաշտոնական Վրաստանի դիրքորոշումը։ Ինչ ասեց Կոբախիձեն, վարչապետը Վրաստանի 3 չարաչոր։ Ինքը ասեց, որ այս ապաշրջափակումը Ադրբեջան-Հայաստան տարածաշրջանում չի խփում մեր շահերին։ Ու ինքը բերեց շատ կարևոր փաստարկ։ Ինքը ասեց, վերջի 5 տարվա մեջ ապրանքաշրջանառությունը Վրաստանով Վրաստանը տարանցիկ երկիր է, չէ՞, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Եվրոպա եւ այլ։ Ինքը ասում է 7 անգամ ավելացավ։ Մենք հազիվ այս ապրանքաշրջանառությունը կառավարում ենք։ Ուրեմն ասում է ոչ մի խնդիր չկա։ Բացի դրանից ես ձեզ ասեմ, որ մերոնք ճիշտ են անում, մեր կառավարությունը, որ անընդհատ կանչում են Վրաստանը, որ Վրաստանը այդ ծրագրերի մեջ իր լուման ունենա։ Հիմա այդ լուման տարբեր ձևերով կարող է լինի, ինվեստիցիոն ձևերով, ինչ որ ծրագրի վերականգնման, վերանորոգման տեսքով կարող է լինի, բայց մերոնք ճիշտ են անում, անընդհատ իրենց հրավիրում են։ Ուրեմն պաշտոնական մակարդակով շատ լավ է, որ Վրաստանը մտահոգություն չունի, բայց
անդիմադիրների տեսանկյունից բարձ է վտանգներ կան ու իրանք աղազանգում են։ Պարոն Գրիգորյան, երբ Թրամփը նոր էր ստանձնում նախագահի պաշտոնը, շատերը ասում էին, որ Թրամփից հույսեր ունենալ պետք չէ, որովհետև ինքը քարտեզի վրա նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի։ Ասում էին նաև, որ Բայդենի վարչակազմի օրոք ստորագրված այդ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը Թրամփը չեղարկելու է։ Բայց մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնում։ Թրամփը մի քանի անգամ շեշտում է, որ ինքը կարողացավ վերջ դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարիներ շարունակ 30 տարուց ավել ձգվող հակամարտությանը, ինչով Հայաստանը եւ մեր տարածաշրջանը հետաքրքիր դարձան Միացյալ Նահանգներին այնքան, որ ունակ փոխնախագահն է այստեղ այցելում, ով նաև որոշ տեղեկություններով հաջորդ տեխնացուն է լինելու Միացյալ Նահանգների։ Նախ ուզում եմ ասել այս մարդկանց բայխուժություն տարածողները, այդ մարդիկ, ովքեր անընդհատ վատն են տեսնում։ Մեծ մասը այդ պրոռուսական ուժեր են, պրոռուսական, Ռուսաստանի նարատիվները ստեղ քաշում են, որ Հայաստանը ոչ մի արժեք չունի, Հայաստանը ինչ է եւ այլ, այդ ուժերը լուրջ չեն վերաբերում այդ ուժերի նկատմամբ, քանի որ իրանք հայ ժողովրդի շահերով չեն շարժվում ու վերջ, ինձ իրանք հետաքրքիր չեն։ Հիմա ձեր հարցին, ինչով մենք հետաքրքիր ենք, պարզ է, որ Հայաստանը հետաքրքիր է։ Հետաքրքիր է իր պատմությամբ, իր քրիստոնեությամբ, իր դիրքով։ Պարզվեց, որ մեր հարավը ունի բավական լուրջ ստրատեգիկ ռազմավարական նշանակություն ու գործող իշխանությունը փորձում է դա օգտագործել, դա իրականացնել։ Երբ որ այս նախկինները, որոնք անընդհատ մենակ վատ սցենարների մասին են խոսում, ինչու՞, քանի որ իրենք Հայաստանը տեսնում են Ռուսաստանի մի տեղում, այդ տեղը չեմ կարող ասել, ուղղակի կոռեկտության պատճառով, մի տեղում են տեսնում։ Ու շատ հետաքրքիր է, անպայման այդ տեղում են տեսնում, այլ տեղում Հայաստանը չեն տեսնում։ Այ եթե այդ տեղից նայես, իրոք ոչ մի հեռանկար Հայաստանը չունի։ Բայց եթե նայես այսօրվա կառավարության տեսանկյունից Հայաստանի տեղը աշխարհում ակտիվ միջազգային հանրության հետ համագործակցող, պարզվում է մենք լավ էլ հետաքրքիր ենք։ Ու պետք չի մտածել, որ գիտեք Դոնալդ Թրամփը լավ նախագահ է, էմոցիոնալ, սիրում է հայերին, պարոն Վենսն էլ սիրում է հայերին, դրա համար են անում։ Այո, հարգանք հայ ժողովրդի նկատմամբ իրանք ունեն խորը հարգանք, բայց բացի դրանից տեսնում են, որ շահը կա, կարևոր կետ է Հայաստանը, ու ինչ վատ է, որ մենք ցույց տվեցինք, որ մենք կարևոր կետ ենք Հարավային Կովկասում, այս տարածաշրջանում, ու ուզում ենք դա օգտագործել, այո, հրավիրում ենք Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, բաց ենք բոլորի նկատմամբ։ Ասեմ ձեզ, ես հիացած չեմ, ուրախ չեմ, որ մեր կառավարությունը նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ բաց է, բայց կառավարությունը Ռուսաստանի նկատմամբ է բաց է։ Իսկ դուք էլ օգտվեք։ Դուք էլ օգտվեք, եկեք, ինչի մասին է խոսքը։ Ես ուրախ չեմ այդ Ռուսաստանի պահով, բայց դա նշանակում է, որ բավական ճկուն է քաղաքականությունը կառավարության ու ամենակարևորը մենք բացվեցինք աշխարհի առջև ու այդ դրական կողմերը մեր արտաքին քաղաքականության բացվեցին։ Երբ որ նախկինները տանում էին միտեղ, մի ծակ, ուրիշ բառ չունեմ էլի ասել, ներողություն եմ խնդրում, պարզ է այնտեղից ոչ մի պատկեր չի բացվում։ Այդ դա շատ կարևոր է հասկանալ։ Իդեպ ասեմ ձեզ, գիտեք, շատ հետաքրքիր է, այն մարդիկ, ովքեր անընդհատ պրոռուսականությունը, Ռուսաստան, չգիտեմ, ռուսական բազա, ինչ որ այսդեպի բաներ, ուր են գնում բողոքելու մեր կառավարության դեմ։ Գնում են եվրոպական դատարան։ Նամակներ գրում են Ամերիկայի դեսպանին Հայաստանում։ Դեսպանատան դիմաց նստում են։ Այո, նստում են, ասում են, եթե իրանք ազնիվ են հայ ժողովրդի առջև, այդ պրոռուսական ուժերը, ինչ պետք է անեն։ Պետք է նամակը ուղարկեին Կոպերկինին կամ Ռուսաստանի դատախազություն, որ ստեղ անարդարություն է իրանց նկատմամբ, բայց իրանք ուղարկում են Եվրոդատարան, Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան, ուղարկում են նամակներ դեսպանին Ամերիկայի, ուրեմն իրանք էլ հասկանում են որտեղ է արդարությունը, որտեղ է ուժը, զարգացումը, ուղղակի իրանք չեն շարժվում հայ ժողովրդի շահերով։ Այդ դա պետք է հասարակությունը հասկանա։ Հասարակությունը պետք է հասկանա, որ մեծ մասը մեր ընդդիմության բոլորի մասին չի խոսքը։ Մեծ մասը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Քանի որ մեր հասարակությունը նորմալ հասարակություն, մարդիկ ասում են, պարոն Գրիգորյան, հասկացանք ձեզ, շատ լավ հետաքրքիր բաներ եք ասում, բայց ընդդիմություն պետք է ունենանք, դա ընդդիմություն չի։ Դա օտար երկրյա
ազդեցության տակ գտնվող անձիկ են, այդ տարբեր բաներ են։ Ընդդիմությունը այդ մարդիկ են, ովքեր գալիս են, ասում են, գիտես ինչ է, դու ես լավ արեցիր, բայց ես կանեմ 10 անգամ ավելի լավ ու առաջարկներ է անում։ Դուք լսել եք պրոռուսական ընդդիմությունից մի հատ առաջարկ։ Բացի բացասականից, այս ճիշտ չեն արել, այս սխալ են արել, որն է սխալը, երբ որ առաջի դեմքը աշխարհի, եկեք իրար չխաբենք, էլի։ Այսօր առաջի դեմքը աշխարհի ոչ թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է, այլ Դոնալդ Տրամփն է։ Եթե առաջի դեմքը աշխարհի նստացնում է Հայաստանի վարչապետի իր աջ ձեռքի կողմը, ուրեմն դա ինչ-որ բան նշանակում է, լավ էլի։ Դա ինչ եմ ուզում ասել։ Հայաստանը իմ կարծիքով ակտիվ արտաքին քաղաքականությամբ ճիշտ ճանապարհով է գնում, նյուանսներ միշտ կան, վտանգներ կան, ուշադիր պետք է լինենք, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր քաղաքական դաշտը կամաց պետք է փոխենք, քաղաքական դաշտը պետք է զարգացնենք, որ ընդդիմություն լինի, որը ավելի լավ ծրագիր է բերում համեմատ իշխանության։ Հասկանում եք։ Իշխանությունը լավ է աշխատում, բայց լավ կլիներ, որ ավելի լավ, ավելի համարձակ ծրագրեր բերեին եւ այլ եւ այլ։ Դե օրինակ մի նարատիվ ամեն դեպքում կուզեմ քննարկենք այդ ուժերի կողմից, որ եթե մենք 76%-ը թրիփի տալիս ենք Միացյալ Նահանգներին, մեզ պահպանում ենք 24, ուրեմն ինքնիշխանություն ենք զիջում, սա նախկին արտգործնախարարը ի դեպ ասում, ներողություն ոչ թե ինքնիշխանություն ենք զիջում, այլ ողորմելի գործարքի ենք գնում, իր ձևակերպումն էր այդպեսին։ Երբ օրինակ Ամերիկան այսպիսի խոշոր խաղացող է, չափաբաժինը կարող է 50-50 լինել։ Չէ, ես ուզում եմ ճշտել։ Միացյալ Նահանգները շատ մեծ թիվ տվեցին 26% Հայաստանին, Ամերիկային 74%։ 26%-ը համաչափ չի։ Մենք պետք է ստանանք լավագույն դեպքում 5-ից 7%։ Լավագույն։ Այդ գիտեք, բայց ամերիկացիք հարգեցին, ասեցին ոչինչ։ Մենք 100%-ով ինվեստիցիա անում ենք, 100%-ը ամեն ինչ մեր կողմից է, բայց հայ ժողովուրդը մեզ համար կարևոր է։ Հայաստանը կարևոր է, ստրատեգիկ։ Այդ 26%-ը ստրատեգիայի համար տրված են Միացյալ Նահանգների։ Բայց ռեալ, գիտեք, անկեղծ եմ ես հիմա խոսում։ Ես չեմ ուզում, էլի որ խաղեր տանք 51%, 49%, դա մանիպուլյացիա է։ Ամերիկացիների լուման կլինի 100%, բոլորը գիտեն։ Ոչ թե 99%, մեկ էլ 1%։ 100%։ Ինչու։ Ոչ թե մենք հնարավորություն չունենք։ Այսօր ինչ որ բան ունի։ Ոչ, ամերիկացիք կվերցնեն, որ մենք զարգանանք։ Հասկացաք, որ մենք ուժ չկորցնենք այլ թեմաների, որ մենք կարողանանք սոցիալական հարցերը լուծել, որ կայունություն լինի Հայաստանում, ամբողջը իրենց վրա։ Ու ամբողջը վերցնելով իրենց վրա, իրանք մեզ տվեցին 26%, այդ շատ բարձր է, անկեղծ էլի խոսեք։ Ուրիշ բան է։ Կա քաղաքական բաղադրիչ, որ չէ, Հայաստանը կա, լավ է որ 26% է, Հայաստանը կա, Հայաստանի դերը ստեղ կա, բացի նրանից դու գիտեք 49 տարով ստորագրվեց եւ 50 տարով կարող է ես ճիշտ ասեմ ես կողմնակից էի որ 99 տարով մենք տան միանգամից բայց մեր կառավարությունը գիտեք կառավարությունը ինչ է անում հաշվի է նստում նաեւ այլ կարծիքի որը կա Հայաստանում Հիշում եք 99% որ ասում էին ներսում սկսեցին ասել էս ինչա սուվերենությունը տալիս եք մեր կառավարությունը ճկուն գտնվեց բայց իմ կարծիքը եթե ես լինեի կառավարության փոխարեն ես 99 տարով բայց կառավարության որոշումը ավելի ճկուն է ավելի ընդունելի հասարակության համար Պարոն Գրիգորյան ինչ որ մի խնդիր կա ձեր կարծիքով նրանում որ սա ինչ որ իրավաբանական փաստաթուղթ չէ ինչպես ասում են ուղղակի Դոնալդ Թրամփը ստորագրել է մեր վարչապետը ստորագրել է Ադրբեջանի նախագահը ստորագրել է բայց ընդդիմությունն ասում է սա իրավական փաստաթուղթ չի ոչ մի ուժ չունի չգիտենք վաղը ինչ կլինի Գիտեք Ну, նախ ուզում եմ ասել, որ Դոնալդ Թրամփը լեգիտիմ ընտրված նախագահ է Միացյալ Նահանգների, բայց դա գլխավորը չի։ Իր ստորագրությունը դա խաղի կանոնների թելադրումն է աշխարհով մեկ։ Ու աշխարհը ընդունում է։ Դուք չեք կարող ասել, գիտեք աշխարհում կա երկիր, որը դա չի ընդունում։ Բոլորը առանց բացառությամբ։ Նույնիսկ այն երկրները, որոնք բռնապետեր են եւ այլ։ Ոնց Լուկաշենկոն հիմա հարյուրավոր քաղբանդարկել ազատում է։ Քանի որ դիմեց Դոնալդ Թրամփը նամակ գրեց ստորագրեց Դոնալդ Թրամփը նախագահն է Ամերիկայի ինքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի բայց Լուկաշենկոն դա ընդունեց որպես հրաման
ու ազատեց Քաղբանդարկյաններին։ Միտքս ինչու՞մ է կայանում։ Պետք է ռեալությունները չկտրվենք։ Այո, Միացյալ Նահանգները հզոր երկիր են, Միացյալ Նահանգները խաղի կանոնները թելադրում են, բացի դրանից դա միջազգային պայմանագիր է։ Միացյալ Նահանգներ, Հայաստան, Ադրբեջան, միջազգային դա ընդունված ձև է, որ պետությունները տարբեր ֆորմատներով ստորագրում են երկկողմ, բազմակողմ, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է։ Դոնալդ Թրամփը ընտրված է ժողովրդի կողմից, Նիկոլ Փաշինյանը ընտրված է։ Ադրբեջանում ձևավորվեց այլ քաղաքական համակարգ, բայց Ալիևն էլ ընտրված է։ Այդ իրանց համակարգում ինքը ընտրված է։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Լեգիտիմ փաստաթուղթ է, լավ էլ կաշխատի Ալիևը կարող է ինչ-որ մի պահի հետ կանգնել այս պայմանավորվածություններից ու ինչ պահ դա կարող է լինել։ Գիտեք, ես ձեզ ասեմ, որ համարում եմ, որ հավանականությունը, որ Ալիևը հետ կկանգնի, շատ փոքր է։ Պատճառներ շատ կան։ Ալիևը շատ է ուզում, որ 907-րդ բանաձևը հանվի։ Որ հետքերը Ղարաբաղի հարցի վերանան։ Կոնգրեսը կյանքում չի ստորագրի դա միջև բոլոր գերիներին չազատի Ալիևը, միջև այլ հարցեր չլուծվեն։ Ալիևը դա հասկանում է։ Դա է պատճառը, որ ինքը հետևողական ճիշտ քայլեր կանի։ Ոչ թե ինքը շատ է դա ուզում կամ չի ուզում, այլ ռեալություններից ելնելով։ Ու բացի դրանից, գիտեք, եթե դու Դոնալդ Թրամփի հետ նստում ես, կանգնում ես, խոսում ես, մի անգամ, 5 անգամ, 15 անգամ ու դրանից հետո ասենք հարցակվում ես Հայաստանի վրա, դա հետևանքները լուրջ կլինեն, Ալիևը դա հասկանում է։ Ու ես հիմա չեմ տեսնում շանս, որ ինչ որ մեր դեմ քայլ կարվի, Հայաստանը իր քաղաքականությամբ, խաղաղության ճանապարհով գնալ, համագործակցել Ադրբեջանի հետ, նույնիսկ առանձին դեպքերում զիջել, կախվածության մեջ տարավ Ադրբեջանը այդ մեծ process-ի մեջ։ Ու Ադրբեջանը տեսնում է իր շահը։ Ի վերջո բենզինից մենք էլ շահում ենք գները բենզինի ընկան։ Այո։ Շատ տեսանելի ընկան գները, շատ լավ է մեր հասարակության համար, բայց Ալիևն էլ չէ շահում, դրանից ինքը փողաստանում չէ, չեք կարող ասել մենակ մենք ենք շահում։ Ուրեմն ինքը տեսնում է իր շահը ու ես գրեթե բացառում եմ, որ նու գոնե էս մի քանի տարիա ինքը ինչ որ սխալ անի։ Դե օրինակ շատերը մեր ընդդիմությունը նորից անդադ իրենց եմ անդրադառնում, բայց պետք է քննադատություններին նաև արձագանքեք, ասում են, որ այս 4 օրինակ անձանց վերադարձը Հայաստան, ցորենը, բենզինը եւ այլն Նիկոլ Փաշինյանի համար քարտ բլանշ է տալիս Ալիևը ընտրություններին ընթառաջ, որ վերընտրվի։ Գիտեք, եթե դա Նիկոլ Փաշինյանի շնորհքն է 4 ազատված գերիների, ու ինչքան հասկանում եմ, մեր կառավարությունը այդ process-ում կար։ Իհարկե։ Այո, դա պետք է ազդի ընտրությունների վրա։ Մեր ժողովրդին ասում եմ, այս փաստը պետք է Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բարձրացնի ընտրությունների ժամանակ։ Ինչի է կամաչում։ Ինչի են մարդիկ ամաչում դա ասել։ Եթե շնորհք ունեցավ կառավարությունը Ադրբեջանից ազատել 4 գերի ընկած հայերին, դա դրական է, դա պետք է արտահայտվի ընտրությունների ժամանակ։ Ուրեմն այս շարքում այս թեմային դա էլ թուլության նշան է։ Ուղի հակառակը, եթե կառավարությունը լավ քայլ է անում, իսկական ընդդիմությունը պետք է ողջունի։ Պետք է ասի ճիշտ քայլ է, բայց պետք է ասի ազատեք էլի 8 հոգու։ Միտքը հասկանում եք, բայց իրեն քննադատում են, որ Նիկոլ Փաշինյանը ազատեց, ո՞նց 4 կյանք առողջություն փրկվեց։ Մեր ազգի ներկայացուցիչները 4 հոգի տղամարդիկ վերադարձան իրենց ընտանիքները։ Ինչ վատ բան է, չեմ հասկանում։ Միայն պետք է ուրախանաս։ Ուրիշ բան է։ Այո, պետք է շարունակես աշխատել, մնացած մարդկանց, այդ ուրիշ խնդիր է։ Բայց ես այդ ճուզողությունը ընդդիմության կբերի նրան, որ իրանք կպարտվեն այս ընտրությունների ժամանակ ու ավելի խայտարակ, քան թե մտածում են։ Դեպս ընտրություններից ինչ է կախված ձեր կարծիքով, մենք պայմանավորվածություններ ունենք, նախաստորագրել ենք պայմանագիրը, թրիփը կարծես գործնական փուլ է մտնում, այս այցով էլ ինչ որ բաներ բարձ կդառնան, բայց ամեն ինչ կախված է նրանից, օրինակ ինչ արդյունք կունենան այս ընտրությունները Հայաստանում։ Օրինակ եթե այնպես ստացվի ուրիշ ուժեր կան իշխանության, մենք այս ամեն ինչ կարող ենք վերջնական արդյունքի հասնել։ Ոչ, Հաշվառնելով ովքեր են ընդդիմախոսները, այսինքն չկա մի այնպիսի ընդդիմախոս, որը կողմ է օրինակ այս պայմանավորվածություններին։ Պարզ է, որ ենք նորից կտանեն Հայաստանը Ռուսաստանի տակ, քանի որ Ռուսաստանը չհասցրեց օտարել հայ ժողովրդից Սյունիքը։ Ընդդիմությունը ինչու տանում է Ռուսաստանի տակ։
որ Սյունիքը օտարվի, մարդիկ չեն հասկանում, չեն հավատում, որ կարող է լինել ընդդիմություն երկրում, որը ուզում է, որ երկիրը կորցնի իր տարածքները։ Մարդիկ շատերը չեն հասկանում դա, չեն հավատում նրան։ Հասկացաք, ուրեմն ուզում եմ զգուշացնել մեր հասարակությունը, լուրջ է վիճակը։ Այս ընդդիմություն իշխանություն պայքար չի։ Այսօրվա զարգացումները, պայքարը, ընտրությունները կլինի Հայաստանի սուվերենության համար պայքար։ Ուրեմն այն պրոռուսական ուժերի մասին է, կան անդիմադիրներ, ես լսում եմ բավական գրագետ խոսում են, ստեղ ես դիտողություն չունեմ, խոսքը գնում պրոռուսական ընդդիմության, ակնհայտ պրոռուսական, այս ընդդիմությունը ուզում է տանել Հայաստանը նորից Ռուսաստանի տակ, որ Ռուսաստանը կարողանա օտարել Սյունիքը, ասենք ծախել Սյունիքը մեկի վրա, չիմա որ երկրի վրա նշանակություն չունի, ոնց արեցին այլ մեր պատմական տարածքների հետ։ Հիմա ես հատուկ չեմ ուզում մտնել պատմական դաշտ, բայց ուզում եմ ասել, այդ կամ դա զերում է այդ փաստը, հասկանում եք։ Ուրեմն վտանգը եթե չընտրվի քաղաքապայմանագիրը Նիկոլ Փաշինյանը վտանգը նրանում չի, որ լավ ծրագիր կլինի, վատ ծրագիր, այս կառավարությունը լավ է աշխատում, ոչ, գլխավոր վտանգը դա չի, կառավարությունը լավ է աշխատում, գլխավոր վտանգը նա է, որ հարցականի տակ կդրվի մեր սուվերենությունը, մեր հարավի վրա։ Օրինակ ընտրողին ձեր կարծիքով այս օրակարգը կգրավի ընտրությունների գնալու։ Հստակ է, որ օրակարգը խաղաղությունն է, ձեռք բերված պայմանավորվածություններն են, հարևանների հետ համակեցությունն է վերջապես, նաև հայ-թուրքական սահմանի բացման մասին կա հնարավորություն խոսք այս մասին։ Սա մեր ընտրողին կգրավի ձեր դիտարկմամբ ընտրություն գնալուց։ Միանշանակ, այն ընտրողը, որը կարդում է, ուսումնասիրում է, համեմատում է, բարձր կբավարարի։ Փոքր տոկոս կա, որը կտրված է օբյեկտիվ ինֆորմացիայից, նաև շատ ու շատ Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիներ, հայ երազգությամբ, իրենք կտրված են օբյեկտիվ ինֆորմացիային, ստեղ պետք է փորձանենք, հասցնենք օբյեկտիվ ինֆորմացիան։ Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունը ամեն ինչ իդեալական է անում։ Դիտողություն ես կարող եմ հիմա շարել, բայց գլխավոր հարցերում ճիշտ է անում, թե ոչ։ Այո, խաղաղության գնալը ճիշտ ճանապարհ է։ Խաղաղության գնալը այսօրվա պայմաններում, այս ռեալություններում, ի վերջո մենք պետք է շարժվենք, չէ՞, ռեալություններով։ Ճիշտ է դա, ինչը վատ է, որ մեր երիտասարդներին սահմաններում չեն կրակում, չեն սպանում, չհասկացա։ Ահա, ուրեմն այս process-ը դրական է գնում, եթե Թուրքիան իրոք համարձակվի ու բացի սահմանը, մեզ հետ դա էլ մեծ ազդեցություն կունենա, օրինակ այս հարցը բենզինի գների անկման եւ դիզելի, ինչի հետ է կապված, բացվեց շուկան Հայաստանի, նաեւ Ադրբեջանի բենզինի համար, դա ավտոմատ իջեցրեց, ջարդեց այն մենաշնորհները, որով մեզ թելադրում էին արհեստական գներ բենզինի համար։ Ինչ է 20%-ով դիզելի գների իջեցում գյուղատնտեսության վրա չի ազդի, ինչի մասին է խոսքը։ Ահա, ուրեմն այս մեծ process-ից նաև մենք սկսեցինք օգտվել ու դա շատ ճիշտ է, ողջունելի է եւ այլ եւ այլ։ Միտքս ինչու՞մ է։ Այս ընտրությունները այո, որոշիչ դեր են խաղալու մեր ապագայի համար։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ գրագետ է, ասեմ ձեզ, խելոք ժողովուրդ է, մեծամասնությունը ճիշտ կքվեարկի կգնա։ Իսկ այն հիբրիդային գրոհները, որ Ռուսաստանն իրականացնում է Կիրենկոյի գրասենյակի միջոցով, ինչ որ ազդեցություն կունենան ձեր կարծիքով։ Ну, մասամբ կունենա 20%-ով, 25%-ով կունենա, քանի որ գիտեք ոնց է մեզ մոտ այնուամենայնիվ հասարակությունը մի մասը կա, որը երբ որ կարդում է ինֆորմացիան, Ադրբեջանից եկած, Թուրքիայից եկած, քննադատաբաներ է նայում։ Դա նորմալ է, քննադատական։ Գիտենք ով են։ Հա, գիտեն որ կարող է լինեն խնդիրներ, բայց Ռուսաստանի ինֆորմացիան հալած յուղի տեղ մի մասը ընդունում է։ Այստեղ վտանգ է։ Քանի որ այնտեղից էլ գալիս են վտանգներ, բայց շատ ու շատ մարդիկ ասում են, բայց մենք չենք դիտում այդ երկիրը որպես այո, ես էլ ռուս ժողովրդին չեմ դիտում մեզ համար պրոբլեմատիկ ժողովուրդ, ուղիղ հակառակը նորմալ ժողովուրդ է, բայց Պուտինյան Ռուսաստանի մասին է խոսքը։ Պուտինյան ռոպագանդան, Պուտինյան Ռուսաստանը, Պուտինի թիմը այո, միանշանակ մեր դեմ են, կոշտ մեր դեմ են Սալավյովի ելույթները, հետո Դուգինի ելույթները, իրար հետևից, Սերգեյ Լավրովի իրար հետևից, իրենց մեջ պարունակում են վտանգ,
ոչ միայն մեզ համար, մեր անկախության, նաև Ադրբեջանի, Վրաստանի, կենտրոնական ասիական երկրների, բայց դա հուշում է մեզ, որ Ռուսաստանը հիբրիդային քայլեր կօգտագործի Հայաստանում միջև ընտրություններ։ Օրինակ Լավրովը ոչ մի անգամ չանհանգստացավ, որ Ադրբեջանում մեր հայրենակիցները կան, ոչ մի անգամ կոչ չարեց օրինակ իրենց ազատ արձակել, բայց Վարդան Ղուկասյանի համար, որը կաշառքի գործով բանտարկված է այժմ, անհանգիստ է, սա ինչ մասին է խոսում։ Այո, սա դրա մասին է խոսում, որ սելեկտիվ արդարադատություն, արդարություն, սելեկտիվ։ Այն մարդիկ, ովքեր իրանց մարդիկ են, իրանք պաշտպանում են։ Բայց ես ուրիշ զուգահեռ անցկացնեմ, դուք փայլուն զուգահեռ անցկացնեմ, բայց ես գումարեմ։ Գիտեք, Ադրբեջանը ձերբակալեց 10 ձեռներեց բիզնեսմեններ ռուս քաղաքացի։ Ռուսաստանը ամեն օր պահանջում է, որ իրանք ազատեն։ Բայց հայերին, ովքեր Բաքվի բանտերում չի պահանջում, որ ազատեն, միջդեռ դուք գիտեք, ի պաշտոնե Ռուսաստանը ունի պարտավորություն, որը ֆիքսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, նոյեմբերի 9-ի 2020 թվականի փաստաթուղթը Ռուսաստանը համարում է ուժի մեջ։ Եթե դուք համարում եք ուժի մեջ, ինչի՞ չեք պահանջում։ Այստեղ է ճոկողությունը երևում Ռուսաստանի քաղաքականությունը։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էր, բաժանորդագրվեք CVK YouTube-յան ալիքին, կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։